Սկսենք փաստից, որ ես չեմ կարծում, որ այդ ուժը պետք է Հայաստանի Հանրապետության գործող օրենքներով գրանցվի իբրև կուսակցություն, որովհետև Հայաստանի Հանրապետության գործող օրենքները օտարերկրյա ծագում ունեցող կապիտալի պարագայում բոլոր իրավունքները ունեն չգրանցելու, իսկ որ այդ կապիտալը օտարերկրյա ծագում ունի, կարծում եմ մուտք չի, բոլորս տեսնում ենք։ Այստեղ արդեն ավարտվում է կանաչ վարունգի պատմությունը, բայց այդ կանաչ վարունգը իրենք փորձում են աճեցնել ու դարձնել դդմիկ, դարձնել անակնկալ, այն դդմիկը, որը կարող է կես գիշերին կարգ լինելով կես գիշերին հանկարծ անհետանալ։ Գիտեք խնդիրը որն է, Սամվել Կարապետյանի գլխավորած շարժում ասեմ, ուժ ասեմ, ինչ ասեմ, բոլոր դեպքերում Հայաստանի Հանրապետության ժողովրդի տեսակետը չի արտահայտելու, որովհետև միանգամայն հստակ է, թե այդ ուժը որտեղից է ուղղորդվում, միանգամայն հստակ է, ինչ հանգամանքներում հայտնվեց Հայաստանում, ինչու հայտնվեց, ինչ իրադարձություններից հետո հայտնվեց, հիշենք 20-20-ից հետո վերկաց լաո դիմադրության շարժումներ, չգիտեմ ինչեր, սրբազան շարժումներ եւ այլն, բոլորը օգտակար գործողության 0 գործակցով։ Այդ դրանից հետո հայտնվեց հայտնի միլիարդատերը։ Ես կարծում եմ պարոն Բեջանյանը շատ հստակ կարող է նաև ուրվագծել նախկին ԽՍՀՄ տարածքում գտնվող պետություններում գործող նույն սխեմաները, օրինակ Մոլդովայում, օրինակ Ուկրաինայում։ Մինչև նախկին ԽՍՀՄ-ի մյուս պետությունները ձեր նշած Մոլդովան դրան անդրադառնալը, այս հարցին, որ ձևակերպեցիք, երկու տեսակետ, երկու կողմից նայենք, հա, առաջին ասում եք, տեսնում ենք, որ ֆավորիտը, այսպես կոչված ճակերտավոր ընդդիմադիր, մենք նրանց գուբերնիստներ ենք անվանում, իրանց ֆավորիտը լինելու է Սամվել Կարապետյան, դեռ փաստ չէ։ Դեռ փաստ չէ, թե ով կլինի, գոռում են, օքեյ, թող գոռան, բայց մյուս կողմից այդ սպիտակ ասածը մենակ ընդդիմադիրներին չի, որ ձեռնտու է։ Տեսեք, նույն դաշտում մենք խոսում ենք այդ դաշտից, մենք այսօր դաշտում շատ ոչ շահեկան իրավիճակում ենք գտնվում, որովհետև ընկալվում ենք իշխանությանը այս չհայհոյող, մինչդեռ հայհոյելը շատ ավելի կոմֆորտ է բոլորի համար, ընտրողի համար էլ ավելի վստահ է, որ եթե իշխանությանը ինքը դեմ քվե ուզում տանի, այս ուժը չի հայհոյում, կարող է ինքը այդքան էլ ընդդիմադիր չի, բայց մենք առաջարկում ենք ծրագիր։